Տեսրենք։ Հարգելի գործընկերներ, առաջինը շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունել եք եւ միանգամից ուզում եմ շեշտեմ, որ այս բանիմաց լսարանին ներկայացնեն, թե մեր երկիրը ինչպիսի ողբալի վիճակում է, անհամեստություն կլիներ։ Ուստի ուզում եմ միանգամից ասել նպատակի մասին, որը մենք հռչակում ենք հետևյալ կերպ։ Երկիրը եւ մեր ժողովուրդը գնում է ընտրությունների, եթե դրանք կայանան, ապա հանդիպությունը պարտավոր է ներկայացնել ոչ միայն իր առանձին կամ որոշ առումով նաև պոպուլիստական, այսպես ասենք, իրենց ներկայացնելու իրենց խոստումները, այլ առաջին հերթին պետք է, որ մենք կոնցեպտուալ մոտենանք այս հարցին եւ գտնենք այն ելքերը, որոնք որ մեր երկրի առջև հիմա այն ծառացած խնդիրները, որոնք պահանջում են ելք։ Ժողովուրդը իհարկե պետք է տեսնի նաև նրանց, ովքեր պատասխանատվություն են վերցնում այդ գործը կատարելու համար։ Մեր պատկերացմամբ այսօր կարող է լինել նաև հավաքական կազմ, որովհետև մենք հրավիրել ենք այսօր հիմնականում փորձագետներին, որոնք իրենց ոլորտի մասնագետներն են եւ որոնք իրավունք ունեն նաև ներկայացնելու իրենց տեսակետը եւ իրենց առաջարկությունները։ Այդ առաջարկությունները մենք նախատեսում ենք անպայման ամփոփել եւ ներկայացնել հանրությանը։ Եվ ինչու՞ չէ, այդ հավաքական կազմի վերաբերյալ մենք ունենք մեր պատկերացումը, որը նույնպես կարող է ցույց տալ, թե ինչպիսի ապագա կառավարման համակարգում ինչպիսի տեղ կարող են իրեն գրավել։ Եվ պարտադիր չի, որ դա լինեն կուսակցության ներկայացուցիչներ, այլ նաև կարող են լինել անհատներ, մասնագետներ, եւ դա արդեն կարող է մեծ հետաքրքիր նորություն լինի մեր հասարակության համար։ Առ այսօր մենք խոսում ենք հետևյալ սկզբունքով, առաջնորդը թիմով, իսկ մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ է, որ թիմը առաջնորդով։ Եվ եթե այդ թիմը ձևավորվի այս ամիսներին, ապա դա է ավելի մեծ վստահություն կներշնչի մեր հասարակությանը։ Սա է մեր պատկերացրած ուրեմն իրադարձությունների զարգացումը։ Եվ երկրորդը, ես պետք է խնդրեմ, որ մեր բոլոր ելույթ ունեցողները իրականում կանգ առնեն հիմնականում առաջարկներ ներկայացնելու, որովհետև դրանով է պայմանավորված լինելու, թե որքանով արդյունավետ մենք այսօր կաշխատենք։ Եվս մեկ առաջարկություն, հաշվի առնելով, որ օրես գալու է այստեղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, կարծում եմ, որ այս պահին, այս մեր լսարանով նաև կարող ենք դիմել եւ խնդրել հանդիպում պարոն Վենսին, որովհետև մենք ներկայացնում ենք հանրության որոշակի հատվածը եւ երկու հարց է այնտեղ։ Նա գնալու է Բաքու եւ պարտավոր է լինելու մեր կարծիքով պահանջել, որպեսզի անհապաղ ազատ արձակեն մեր բոլոր գերիներին։ Դրանք քրիստոնյա մեր գործընկերները եւ մեր հայրենակիցներն են եւ ես կարծում եմ, որ մեր աջակցությունը այդ հարցում շատ կարեւոր է լինելու։ Երկրորդ հարցը, որ Վենսը կարող է այստեղ եւս որպես ժողովրդավարության սկզբունքի եւ ընդհանրապես համակարգի ներկայացուցիչ դիմել, որ վեհապարի հետ հանդիպել եւ հայ առաքելական եկեղեցու դեմ այդպիսի ուրեմն այն ճնշումը եւ ամբողջ այն ինչ գործողությունները, որոնք իրականացնում է այսօրվա իշխանությունը, նույնպես կասեցնելու հնարավորություն ունի ինքը եւ պահանջի նույն այս իշխանություններից կամ առաջարկի եւ դրա հետ մեկտեղ, որպեսզի քաղ բանտարկյալներ ընդհանրապես չլինեն մեր երկրում։ Եթե դեմ չեք, ես կարծում եմ, որ մենք կարող ենք մեր այսօրվա հավաքի անունից նաև
այդպիսի դիմում ուղղել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն եւ առաջարկել գոնե 10 րոպեանոց այդպիսի հանդիպում մեր պատվիրակության հետ եւ եթե դեմ չեք, ապա մենք կարող ենք նաեւ ստորագրահավաք անել այսօր նաեւ, որ երևա թե որքան պատկառելի ուրեմն լսարան է այսօր հավաքված այստեղ։ Այս է հիմնական իմ ուրեմն ներկայացման հարցը եւ մենք հիմա կանցնենք քննարկման, երկու մասից է մեր քննարկումը։ Առաջին նիստը, որը կվարի Նարինե Դիլբարյանը, մեր կուսակցության փոխնախագահ, դա նվիրված է լինելու ազգային անվտանգության խնդիրներին եւ այն իրավիճակը, որ արդեն մենք տեսնում ենք, դրա ելքերի արձանագրումը մենք պետք է ստանանք։ Երկրորդ նիստը կլինի նվիրված արտաքին հարաբերությունների, արտաքին քաղաքականությանը, որտեղ նույնպես ունենք բանախոսներ եւ ունենք նաեւ տեսակապ, մեզ հետ կկապվի այս պահին նաեւ մի ժամ հետո Կարինե Գևորգյանը Մոսկվայից, երկրորդ նիստին Արտուր Խաչիկյանը եւ Հարութ Սասունյանը Միացյալ Նահանգներից։ Այս է մեր այսօրվա ծրագիրը, մնացածի վերաբերյալ մենք արդեն ձեզ նորից տեղյակ կպայենք։ Համեցեք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ,